ՀԱԾ զրկվեց լիցենզիայից, ձեզ համար սպասելի կանխատեսելի սցենար էր։ Հաշվի առնելով այս իշխանությունների գործողությունները, հաշվարկները դրան էլ տանում էին։ Ավելի մանրամասն այսօրվա ուղիղ եթերին չեմ հասցրել հետևեմ իհարկե, ավելի մանրամասն միգուցե Դավիթը շուտով այստեղ կլինի եւ ավելի մանրամասն կներկայացնի, բայց թե այս ամեն ինչը ուր էր տանում, բոլորին էլ պարզ էր, բայց շատ հետաքրքիր փաստեր կան, որ այն ճանապարհով, որ իրենք են փորձում տանել եւ ինչպես Դավիթ Ղազինյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը չի կարող, չգիտեմ, կամ իրեն թույլ տալ կամ առհասարակ չի կարող ներդրում անել կամ վճարել հեծի համար, այստեղ մի այլ կարևոր հանգամանք էլ կա, որ գործը արբիտրաժում է եւ ոչ մի նորմալ ներդրող արտերկրից իրեն ռիսկերը չի կարող ճիշտ գնահատել եւ փորձի Հայաստանում հեծի հետ կապված ներդրումներ անել։ Ես չեմ կարծում, որ միջազգային որևիցե ներդրող Հայաստանում այս պահին արբիտրաժի դատարանում գտնվող գործով վարույթով ինչ որ մի ներդրում կանի, թե ուր են տանում այս ամեն ինչը, երևի այս պահին չեմ ուզենա մեկնաբանեմ, թե որտեղի ֆինանսներով կփորձեն այս հարցը իրենց կարծիքով լուծել։ Եթե դուք Թուրքիա իրենց այցելության մասին եք ակնարկում, անդրադարձել է Մեսրոպյանը նաև դրան, նշելով, որ իրենք անդամ են եւ 3 հոգի պատվիրակության կազմում այո մեկնել են եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտի հարցեր են քննարկել արևային կայանների վերաբերյալ։ Եկեք չմեկնաբանեմ, այն պարագայում, երբ խորհրդատվության կամ քննարկման են գնում թուրքերի հետ, ես չեմ ուզի մեկնաբանեմ, որտեվ ամենակիչը լիքը այլ հարմար խորհրդատվության համար զարգացած պետություններ ու մասնագետներ կան, որտեղ որ կարելի է գնալ քննարկումների կամ որևիցե խորհրդատվության։ Հետմասովական իրավունքի վերաբերյալ էլ անդրադարձել Մեսրոպյանը, նշելով, որ գերակաշահի իրավունքով պետությունը կարող է վերցնել։ Իրավական մասով չեմ կարող մեկնաբանել այս պահին։ Ոչ իրավական, ոչ դե բարոյական մասով հիմա ինչ ասեմ, ժխտեմ այդ բարոյական բառը իրենց գործողությունները մեկնաբանելով, այստեղ ռեպրեսիվ գործողություններ են, այստեղ ոչ մի օրինական ոչ մի բան չկա, 3 օր է ինչ այդ նիստը գնում է եւ կարծում եմ դուք եք հետեւել եւ օրենքի շրջանակներում թե փաստաբանը թե Դավիթ Ղազինյանը ներկայացնելով այն բոլոր փաստերն ու փաստարկներն ու թե իրավական եւ առհասարակ աշխատանքի կազմակերպված ֆորման ինչ է առհասարակ աշխատել հետ որևիցե բան չեն կարողանում ասել, խլեցին թե չխլեցին։ Լիցենզիայից զրկել են, գալուց քիչ առաջ տեղեկացա, կսպասենք կծանոթանամ նյութերին, եթե հավելյալ բան ունենամ ասելու, անպայման կասեմ։